Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, սիրելի հետևորդներ։ Մի մեդալի պատմությունն է հերթական հաղորդումն ենք ձեր ուշադրությանը ներկայացնում, որոշակի դադար էինք տվել հասկանալի պատճառներով, ես Հայաստանում էի, զբաղվածություն գործեր, որոշեցինք նորից ներկայացնել այն հետաքրքիր մարդկանց, ովքեր ապրում են Լոս Անջելեսում, ովքեր այստեղ ստեղծագործում են, ունեն պատմություն, ունեն շահած մեդալներ, պարգևներ Եվ անկես խոստովանեմ, ինձ համար այսօրվա հյուրը բավականին անակնկալ էր հանդիպումը նրա հետ, մարդ ում վաղուց եմ ճանաչում, վստահ է, որ նա պիտի դառնար մեծ սպորտսմեն դեռ երեխա ժամանակվանից, պատանի տարիներից, երբ որ նա թենիս էր խաղում, Սուրեն Պետրոսյանի հետ միասին առիթ եմ ունեցել նաև հաղորդում եմ նկարել նրա պատանեկան տարիների արդյունքները ներկայացրել։ Այսօր այստեղ Լոս Անջելեսում ես հանդիպեցի Սուրենին, շատ պատահական, բայց հետևելով նրա գործունեությանը, ասեմ, որ բավականին հասուն քաղաքական գործի այսօր մենք պիտի ներկայացնենք, չմոռանալով ամենաառաջինը նրա մարզական այն մեծ հաջողությունները եւ այն մեծ անակնկալը, որ այսօր ինձ ինքը մատուցեց, այդ մասին նաև կխոսենք եթերում։ Հանգիստալի արժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ, 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մաղալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ, ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Սուրեն ջան, ողջույն, բարով ես եկել։ Շատ շնորհակալություն։ Չգիտեմ, քեզ երբևիցե հարց տվել են այս օրերի ընթացքում Ամերիկայում գտնվելու ժամանակ սիրեցիր մեր Ամերիկան։ Ավելի շատ սիրեցի մեր հայությանը Ամերիկայում, բայց եթե անկեղծ ասեմ Ամերիկան որպես այդպեսին, դեռևս չեմ պատկերացնում ինչի մասին է, եթե ընդհանուր ասեմ։ Բայց ասեմ, որ այստեղի հայությունը, ինչքան է որ շատ տարբեր խոսակցություններ կգնան, ուղղակի փայլուն հայություն ունենք այստեղ, որը ունի անսահմանափակ ներուժ եւ իրականում կարմիր գծով այդ հայրենասիրությունը նրանց մոտ անցնում է բոլորի մոտ, գոնե ում ես եմ հանդիպել։ Երևի ավելի շատ հանդիպել ես հայաստանցի հայերին, ոչ թե սփյուռք հայերին, մեծամասնությամբ սփյուռք հայերի էլ եմ, ովքեր նաև գաղթի հետևանքով են հայտնվել այստեղ, կամ ցեղասպանությունից փրկվածների սերունդներ են, եւ նրանց մասն էլ բացառապես դրականը կարող եմ ասել, թեպետ շատերին չեմ ճանաչում այդտեղ, նաև բարեկամներ ունեմ շատ շուտվանից այստեղ բնակվող, բայց այնուամենայնիվ բոլորի վերաբերյալ կարող եմ ասել միայն բացառապես դրականը, այդ հայրենասիրությունը, այդ մտածողությունը, իրականում այդ նվիրվածությունը, ուղղակի կարմիր գծով բոլորի մոտ անցնում էր։ Զարմացար նաև որ ինձ այստեղ տեսար։ Իրականում շատ դրական առումով զարմացա, ես անկեղծ ասեմ, չի սպասում ձեզ այստեղ կտեսնեմ ու այսպես բացառիկ, այսպես դրական եւ հաճելի զգացմունքներ արտնասանի մոտ, նաեւ իմ ձեր կերպարը իմ մոտ շատ միշտ ասոցացվում է հաղթանակների հետ, հաղթական պատմությունների հետ, ոչ միայն սպորտի, ընդհանրապես հաղթական պատմությունների հետ, այն պատմությունների, որոնց կարիքը որ մենք իրականում այսօր շատ ունենք։ Մենք այսօր հաղթանակի կարիք ունենք, եւ հենց ձեր կերպարը իմ մոտ այդ հաղթանակի ընդհանուր, ոնց որ ասած, ամբողջական այդպես խտացված տարբերակը ոնց որ լինել։ Այստեղ ունենք հարյուրավոր մարդիկ, ովքեր այդ հաղթանակը կերտողներ են եղել եւ սպորտի բնագավառում եւ մշակույթի եւ արվեստի եւ քաղաքականության մեջ։ Դրա համար որոշեցինք նաեւ մի որոշ ժամանակ այստեղից ներկայացնել մեր սփյուռքում ապրող հայրենակիցներին, որոնք շատ են ու պարբերաբար մեր հաղորդումների միջոցով ծանոթացնում ենք մեր հեռուստադիտողներին։ Ինչքան ժամանակով եք նահանգներում։ Մոտ 1 ամսով ենք լինելու նահանգներում, եկել ենք հայ համայնքի հետ հանդիպումների, որի նպատակը առաջին հերթին եւ ծանոթանալ մեր հայ համայնքի հետ եւ ներկայացնել մեր նպատակները, գաղափարները, մոլորակարգերը եւ նաեւ հնարավորության դեպքում հասկանալ այն համագործակցության եզրերը, որոնք կարող են լինել ի նպաստ մեր այս խորքային ճգնաժամի հաղթահարման եւ դրանից բխող շատ տարբեր։ Մենք փորձենք քաղաքականությանը շոշափել, այսպես գործնական նպատակների մասին բայց ուզում եմ, քանի որ որպես սպորտի մարդ ես հիշում եմ շատ տարիներ առաջ, երբ որ Սուրեն Պետրոսյանը իր ձեռքին ռակետներ վերցնում ու մրցումներ էր մասնակցում,
Վրաստանից Բաթումից, եթե չեմ սխալվում, չէ, վերադարձակ մրցանակով երկրորդ տեղի գրաված։ Այ հիմա այդ մրցանակի մասին մեր հեռուստադիտողներին, որտեվ որպես քաղաքական գործիչ դու մեդալ դեռ չես ստացել, բայց որպես սպորտսմեն ունես այդ հաջողությունների շատ քիչ չափաբաժին կա, որ սպորտում գրանցվել է։ Հիշում ես, թե ինչպիսի ճանապարհ ես անցել մեծ թենիսում, ինչպիսի հաջողություններ են գրանցվել։ Հա, իրականում թենիսը իմ համար շատ մեծ նշանակություն է ունեցել կյանքում եւ հիմա էլ ունի շատ մեծ նշանակություն։ Ես կար մի ժամանակ, որ բառից բուն իմաստով թենիսով ուղղակի ապրում էի։ Իր բառից բուն իմաստով բոլոր ասպեկտներով ապրում էի, քնում էի թենիսով, արտանում էի թենիսով, անկախ ինչ հաջողություններ կլինեին կամ այդ հաջողությունները չեն լինի, բայց դա իմ կյանքի անբաժանելի մասն էր, որը զբաղեցնում էր երևի իմ կյանքի 90%-ը։ Հիշում եմ Բաթումի բաց առաջնությունն էր, եւ այնտեղ զբաղեցրեցի ես երկրորդ հորիզոնականը զբաղեցրեցի, ֆինալում պարտվեցի մեր Սերգեյին, ու այդ զգացողությունները ուղղակի իմ համար աննկարագրելի են։ Կապ չունի, որ դա օրինակ եմ ասում Futures չէր, Roland Garros չէր, բայց մի պատանու համար, ով իր ամբողջ կյանքը տեսնում էր թենիսի մեջ, ու այդ հաջողությունը, որը նաեւ Հայաստանից դուրս էր, ինձ համար մի աննկարագրելի, այսպես իրադարձություն էր, ու այդ պահը ինձ թվում է, թե իմ կյանքում երբեք չի վերջանալ, ես անընդհատ ապրում էի դրանով ու որտեղ է քո մրցանակը, գավաթն ու այդ մեդալը, հիմա որտեղ ես, տանն ես պահում։ Երևանում տանն եմ պահում գավաթը, ու իմ համար դա շատ մեծ արժեք ունի, շատ մեծ նշանակություն է ունեցել իմ կյանքում, որտեղ նույնիսկ այդ մեդալը անկախ տնես թե ինչ մասշտաբի մրցաշար էր դա, նույնիսկ տրվել էր ծայրահեղ դժվար էր, ու հենց այդ նաև դա է մեծ դեր խաղացել իմ կյանքում, որ դրանից հետո շատ տարբեր փուլերում երբ ես դժվարություններ եմ ունեցել, այդ դժվարությունները կամ այն նպատակին տանող այդ դժվարությունները հաղթահարելը նույն չափ դարձել է իմ համար հաճելի, ցանկալի, քան հենց այն բուն արդյունքը։ Փաստորեն մարդով սպորտում մկրտություն է ստանում, պայքարող մարդը, նա նաև ձևավորում է բնավորություն։ Արդյոք ձեր մեջ ձևավորվել է պայքարի այդ գաղափարը միջև վերջ գնալու, հաղթելու այդ վճռականությունը։ Մի շատ կարևոր բանի մասին եմ խորին համոզման սպորտը։ Սպորտը միայն արդյունքը գրանցելու մասին չէ։ Իրական սպորտսմենը իր հանգստությունը գտնում է հենց այդ պայքարի մեջ։ Նպատակին տանող ճանապարհի ողջ բարդությունները, խոչընդոտները, այդ ամբողջ խնդիրները, վնասվածքներից սկսած ամենը ինքը ընդունում է որպես մարտահրավեր, բայց ընդունում է հաճույքով։ Նպատակին տանող ճանապարհին սպորտը սովորեցնում է նպատակին տանող ճանապարհի բարդությունները, խնդիրները նույնիսկ դա ընդունել հաճույքով ու հաղթահարել դա հաճույքով։ Միայն արդյունքի մասին չի։ Սպորտը նաև ընթացքի մասին է, ու նաև ամբողջ մեր կյանքի բոլոր ոլորտները, դա կլինի քաղաքականություն, դա կլինի բժշկություն։ Եթե մենք այդ ամբողջ ընթացքից չկարողացանք իրականում հաճույք ստանալ, այդ պայքարից այդ ընթացքը մեզ համար չեղավ հաճելի, մենք միայն ուզեցանք բուն այդ արդյունքը, վերջն արդյունքը, երբեք որևիցե ոլորտում մենք հաջողություն չենք ունենա։ Սպորտը քաղաքականություն է, ըստ ձեզ։ Իհարկե, քաղաքականության դրսևորման ամենաառանցքային ձևերից մեկն է սպորտը։ Բոլոր առումներով։ Նախ բացի այն, որ սպորտում թրծված մարդը քաղաքականության մեջ իմ խորին համոզմամբ չի կարող հաջողություն չունենալ, որովհետև սպորտի թոհու բողով անցած մարդիկ ամբողջությամբ ես ամենևին ինչ չեմ անկրարկում։ Ընդհանրապես եմ ասում, սպորտի թոհու բողով անցած մարդիկ ամբողջությամբ այլ մտածողության տեր են լինում, ամբողջությամբ այլ ներաշխարհուն են, կյանքին այլ կերպ են նայում, խնդիրներին այլ կերպ են նայում, լուծումները այլ կերպ են տեսնում, ամբողջությամբ այլ կերպ են նայում, այլ ընտրանքային ճանապարհները այլ կերպ են նայում։ Եթե կարող է մի ամբողջ պայմանական ասում հասարակություն ինչ որ մի հարցից լինի թևաթափ եւ հուսահատվի, դա սպորտսմենի համար լինում է յուրատեսակ մարտահրավեր, որին ինքը շատ ավելի մեծ եռանդով ուզում դա հաղթարի։ Եթե մի մարդու համար ով չի զբաղվում սպորտով, կարող է լինել ուղղակի թևաթափ լինելու, հուսահատվելու, հետ կանգնելու առիթ, սպորտսմենի համար դա շատ ավելի մեծ խթան է, որ ինքը շատ ավելի ուժեղ, ավելի մեծ եռանդով շարժվի առաջ եւ այդ խնդիրները հաղթահարի։ Հիշում ես վերջին անգամ երբ ես ձեռքդ բռնել ռակետը։ Երևի ես մոտ 10 տարի չէի բռնել ռակետ ձեռքս, որովհետեւ ֆիզիկապես չէի հասցնում, բայց վերջին անգամ անցած տարի եմ։ Կարելի ասել մոտս այն ինչ որ ես էի պատկերացնում, չէր ստացվում խաղալ, որովհետև 10 տարի չխաղալու հետևանքը միշտ այդպես է լինում, բայց
չեմ կարող ասել ինչ աստիճանի է ես կարոտել թենիսը։ Հարցը միայն խաղալը չի, միայն գնդակին հարվածելը չի, այդ միջավայրը, այդ մթնոլորտը, այդ շրջապատը, այդ աուրան, այդ վիճակը, այդ հիշողությունները, վերջ իմ կյանքի մի մեծ հատված անցել է հենց կորտերում, հենց այդ միջավայրում, ու ես հասկացա, որ այդ ինձ համար դա շատ մեծ բաց է, որ ես փորձեցի անցած տարի լրացնեմ։ Հիմա երբ վերադառնանք Երևան, հունիս ամսից ես անպայման կայուն եւ ստաբիլ կերպով զբաղվելու եմ կրկին թենիսով։ Այստեղ Լոս Անջելեսում ձեր այցի նպատակներից մեկը մայիսի 25-ին մեծ հանդիպում է լինելու սփյուռքահայերի հետ, պիտի ներկայացնեք այն ծրագրերը ձեր կուսակցությունը։ Իդեպ հեռուստադիտողներն ասեմ, որ Սուրեն Պետրոսյանը նաև կուսակցության նախագահ է, ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ, հերթական կուսակցությունը, որ բացվեց, այսպես ասեմ, Հայաստանում։ Հիմա մի փոքր ուզում եմ այդ քաղաք, որտեղ հնարավոր չի հայերը նստեն քաղաքականությունից չխոսեն, չէ՞։ Ինչը ձեզ բերեց քաղաքականություն, ինչը ստիպեց վերադառնալ, գալ ու ինչ որ նպատակով երևի, որն է այդ նպատակը լինելու։ Դեք շատ ժամանակ հարցնում են, ասում են, որն է ձեր, ինչ ամեն մեկս ինչ որ մի բան որ անում ենք, մենք ունենք շահ, որն է ձեր շահը։ Պարզ ասեք։ Բոլորը խոսում են պետություն, հայրենիք, բայց դրա տակ թաքնված են այլ նպատակներ։ Ես ասում եմ, իմ նպատակները, եւ հենց ուզում եք այդպես ասեն, շահը շատ պարզ է։ Ես ուզում եմ, որ ոչ միայն ես, այլ նաեւ իմ երեխաները, իմ ընտանիքը, ու նաեւ իմ մեծ ընտանիքը, խոսքը բարեկամներ, հարազատներ, ընդհանրապես ավելի մեծ ընտանիք մեր ազգը, բայց առաջին հերթին ես ուզում եմ իմ ընտանիքը, իմ երեխաները մեծանան հայ ու մեծանան Հայաստանում։ Իմ առաջնային ամենաառանցքային շահը հենց դա է, որովհետև Հայաստանից դուրս ամենայն հարգանքով բոլոր այն մարդկանց, ովքեր դուրս են ապրում, որտեղ նրանք լավուրից չեն արտագաղթել Հայաստանից, բայց մեր մշակութային եւ մեր ընդհանրապես ինքնությունը, մեր էությունը կարող է պահպանվել բացառապես մեր երկրում, որի համար մենք պետք է ունենանք ազգային եւ ուժեղ պետություն։ Իմ բացարձակ հիմնական եւ բացարձակ մոտիվացիան կայանում է, որ իմ երեխաները ես ուզում եմ լինեն հայ ու ապրեն Հայաստանում։ Իսկ քաղաքականության մասին շատ թույլ պատկերացում կա։ Համոզված եմ, ինձանից շատ եք լսել, որ ասում են, գիտեք, քաղաքականությունը այլանդակություն է եւ այսպես շարունակ։ Եվ ես դրան միշտ հակադարձում եմ, ասում եմ, գիտեք ինչ, պատկերացեք, եթե խոսում ենք միայն այս վերջին 30 տարիների մասին, պայմանական եմ ասում, երրորդ հանրապետության մասին, գիտեք ինչին կարող եմ նմանացնել, որ պատկերացեք մենք ունեցել ենք քանդակագործներ, ովքեր օրինակ 30 տարի շատ վատ քանդակներ են քանդակել, այլասերված, նույնիսկ այլանդակ քանդակներ են քանդակել։ Եվ հիմա մարդիկ ասում են, գիտեք ինչ, մենք պետք է քանդակագործությունից հրաժարվենք։ Ես ասում եմ, չէ, քանդակագործությունը մշակույթի գերակա ճյուղերից մեկն է, որը թույլ է տալիս պահպանել քո ինքնությունը պատմության այդ հոլովույթում։ Արի քանդակագործից հրաժարվի։ Այո, դուք պետք է ոչ թե քանդակագործությունը մերժեք, այլ նորմալ քանդակագործներ ունենաք, որը հենց իր այդ բուն առաքելությունը կկատարի։ Խոսքը սրա մասն է, քաղաքականությունը հենց դա է, եւ համատարած բոլորին գիտեք, ասում են չի կարելի քաղաքականությամբ, դա անբարոյականություն է, եւ ստեղծում են հանրային մի այսպես կարծիք, որը ճնշում է առողջ մարդկանց, որոնք զբաղվեն հասարակական գործունեությամբ, քաղաքական գործունեությամբ։ Ասում են դա անբարոյական ոլորտ է։ Դու լավ իրավաբան ես, լավ բժիշկ ես, քո համար քո տեղում աշխատի, քո գլուխը պահի։ Բայց սա կործանարար օրակարգ է։ Քաղաքականությունը իրականում չափազանց պատվաբեր աշխատանք է, թե դու իրականում այդ պատվի կրողն ես։ Ավելի պատվաբեր բան չի կարող լինել, քան քո սեփական ազգի, հասարակության, հանրային կյանքի կազմակերպման մեջ ներդրում ունենալը։ Եթե մենք հասարակության հանրային կարծիքով առողջ մարդկանց հանրային կարծիքի ճնշմամբ դուրս ենք մղում գործընթացից, ասում դու լավ մարդ ես, ինտելիգենտ մարդ ես, դու գործ ունես, այսինքն մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք մեր կյանքի կառավարումը տալիս ենք այն մարդկանց, ովքեր ոչ ունեն գիտելիք, ոչ ունեն սկզբունք, ոչ էլ ունեն արժեքներ։ Ինչ եք սպասում Սփյուռքից, այդ հանդիպումից, մայիսի 25-ի հանդիպումից, ինչ որ մի բան ակնկալիք ունեք, սպասում ունեք։ Այո։ Չեք վախենում, որ այսօր ուրիշ մոտեցում կլինի սփյուռքահայերի կողմից հարցադրումների բազմազանություն, բացարձակ, շատ ուրախ իրավիճակը այնպիսին է, որ բոլորը լարված են, բոլորը մտահոգ են, բոլորը հոգնած են արդեն ամեն ինչից։ բացարձակ, շատ ուրախ եմ, նույնիսկ ամենասուր հարցերին ես ուրախ եմ պատասխանել։ Եթե դուք դեր չեք խաղում, դուք այն եք,
եւ ներկայացնում եք այն ինչը որ կա, չպետք է վախենաք ոչ մի սուր հարցից, որովհետեւ հենց այդ նույն սուր հարցերը, նույն թեկուզ խնդրահարույց վերաբերմունքը, եթե կա այդպեսի ձեր անձի նկատմամբ, դա միայն ձեզ ավելի թրծում է, ավելի կոփում է։ Դուք կարող եք իրականությունը հասկանալ։ Մենք այսօր բոլորս ուզում ենք տեսնենք այն իրականությունը, որ ոչ թե կա, այլ որ ուզում ենք որ լինի, եւ ապրում ենք այդպես փակ մի փուչիկի մեջ, որը իլյուզիաներ եւ իրականությունը չի։ Եթե մենք ուզում ենք իրականում ունենալ հաջողություն, մենք պետք է թեկուզ դաժան, բայց իրականության հետ առերեսվենք։ Հենց որ ես բացարձակ չեմ վախենում, ես հակառակը ամսի 25-ի մեր հանդիպման համար շատ ուրախ կլինեմ, որ ամենասուր հարցերը, այդպես 300-400 մարդու մոտ, պայմանական ասված, այդ հարցերը հնչեն, եւ ես կարողանամ դրան պատասխանել պարզ ինչպես կա։ Մեր մոտ կա շատ լուրջ մտայնություն։ Մենք ուզում ենք ոչ միայն մեր երկում, այլ ընդհանրապես փոփոխություններ լինի, բայց մենք այդ փոփոխությունների մեջ չունենանք մեր մասնաբաժինը։ Մեր կամքից անկախ լինեն փոփոխություններ, չի լինում այդպիսի փոփոխություններ։ Եթե նման կերպով փոփոխություն եղավ, հավատացած եք, որ դրա հեղինակը կամ դրա արդյունքը ի օգուտ մեզ չի լինելու։ Չեմ կարող ես ակնկալել մի փոփոխություն կամ ուզենալ մի փոփոխություն, բայց չուզենամ մասնակից լինել այդ փոփոխության հարցում։ Ես ակնկալում եմ, որ մեր սփյուռքը, որը ես համոզված եմ, որ անտարբեր չի, բայց որևիցե կերպ Հայաստանում, հայրենիքում տեղի ունեցած գործընթացներին անտարբեր չի լինի։ Եվ ուղղակի հերվիս ոչ թե կնայի դրան որպես ուղղակի դատավորի աչքերով, այլ իր թեկուզ փոքր պատասխանատվության շրջանակով մասնակից կլինի։ Եթե մասնակից չլինենք, մենք չենք կարող ակնկալել փոփոխություն։ Հանգիստ լիարժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մաղալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ, ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Խոսեցինք որպես սպորտսմեն, որպես թենիսիստ, ինձ համար նոր բացահայտում եղավ, որ Սուրեն Պետրոսյանը նաև բնություն սիրող մարդ է, իսկ բնություն ամեն մարդ չի կարող սիրել, առավել եւս սարերը սիրել, լեռնամագլցությունը, ալպինիզմը, դա չգիտեմ, ինչ ձեզ բերեց լավ այդ ոլորտը, ինչու հանկարծ որոշեցիք նաև կապվել լեռների հետ, ավելի շատ ուսումնասիրել, ավելի շատ անանցանելի սարերը բարձրանալ դժվար, այն որ ասում են կյանքը մի թելից է կախված ու դուք գնացիք դրան, դա էլ պիտի խիզախություն ունենաս, չէ՞, այդ բարձունքը գրավելու համար։ Ես իմ եւ հորական եւ մորական կողմով, ես երկու կողմով Սյունիքից եմ։ Երևի դա էլ մեծ նշանակություն ունի։ Իսկ մորական կողմով Դավիթբեկ գյուղից եմ։ Եթե ով ծանոթ է Դավիթբեկին, գիտի թե այնտեղ ինչ հրաշալի բնություն է Դավիթբեկում։ Ու ինչ հրաշալի բնություն ունի, ինչ հրաշալի անտառներ ունի, անհավատալի գեղեցկություն։ Բնության նկատմամբ երևի թե սերս հենց այդ ժամանակ բացի գենետիկ, նաև երևի հենց այնտեղ շատ ժամանակ անցկացնելով Դավիթբեկում եւ նաեւ Սիսիանում, երևի հենց այդ ժամանակվանից է իմ սերը եղել բնության նկատմամբ, բայց սարերի նկատմամբ հատկապես եղել է իմ շատ մտերիմ նույնիսկ ընկեր, ես չեմ կարող ասել, ոնց որ իմ ընտանիքի անդամ Ունուսյան Գարիկի միջոցով, Շատ լավ, ճանաչում եմ անձամբ։ այո, Գարիկի միջոցով ա եղել, ես սարեր շատ էի սիրում, բայց սիրում էի հեռվից։ Ես չգիտեի սար որ կարելի է բարձրանալ ուղղակի, ոնց է պետք բարձրանալ։ Երբ Գարիկից սկսեցինք շատ, երևի մոտ մի 20 տարի Ֆիզկուլտ ինստիտուտում, երբ որ դու ուսանող ես, չէ՞։ Հա, ֆիզկուլտ, այո, ֆիզկուլտ Գարիկը ինձանից մոտ 4 տարի էր, եթե չեմ սխալվում, այսինքն ես նոր էի ընդունվել, ինքը ավարտում էր այդ ժամանակահատվածներ։ Այդպես երբ Գարիկի հետ սկսեցինք ընկերանալ, ես իմացա, որ Գարիկը մեծ սեր ունի սարերի նկատմամբ։ Ու այդ ժամանակ Գարիկը ինձ առաջարկեց, ասեց, «Բա ի՞նչն է խնդիրը, արի միասին գնանք սար»։ Ու մենք միասին գնացինք սար ու ես ավելի շատ սարերը սկսեցի սիրել, բացի եմ, որ ես սարերը միշտ սիրել եմ, այլ նաև Գարիկի միջոցով ես սկսեցի այդ սարերը սիրել։ Որ գագաթ առաջինը նվաճեցիք։ Գնացինք, բարձրացանք առաջինը Արագածի արևմտյան գագաթ։ Նախ 1000 ներողություն, ես նվաճել, ես երբեք չեմ ասում, որ ես գագաթ նվաճել եմ, որովհետև ես այն համոզմանն եմ, որ
սարը կարող ենք առավելագույնը բարձրանալ։ Ու երբ որ մենք բարձրանում ենք սարը, ես միշտ ասում եմ, սար բարձրանալուց ես անընդհատ երկխոսության մեջ եմ սարի հետ։ Կարող է մեկը լսի ասել ցնդամանության մասին է խոսում, բայց ամբողջ բարձրանալու ընթացքում ասում եմ, խնդրում եմ, ինձ թույլ տուր ես բարձրանամ վերև։ Ես ասում եմ, մենք այնքան փոքր մարդիկ ենք, որ սարը նվաճենք։ Մենք առավելագույնը կարող ենք բարձրանալ սարը։ Սարը մեզ պետք է թույլ տա, որ մենք բարձրանանք գագաթը։ Ու մենք գարիկի հետ բարձրացանք Արագածի արևմտյան գագաթը առաջի անգամ ու ես դրանից հետո սկսեցի ուղակի բառից բուն իմաստով ապրել սարերով։ Ես քնում էի մտքումը սարեր էին, արթնանում էին սարեր էին։ Բայց շատ կարևոր մի բան կա։ Կարևոր է թե առաջին անգամ դուք ում հետ կգնաք սար։ Այդ մարդը ունի վճռորոշ Ով է քեզ ուղեկցում։ Այո, որովհետև նաև այդ մարդը թե ինչ վերաբերմունք ունի սարերի նկատմամբ, դա ամբողջությամբ փոխանցում է ձեզ։ Դու կարող ես գնալ որպես սար, ուղղակի որպես ինչ որ գագաթ հասնելու ինչ որ մի process, բայց դու կարող գնաք ամբողջական այլ պատկերացմամբ սարի մասին, այդ միջավայրի մասին, այդ process-ի մասին։ Այդ ամեն ինչը ինձ տվել է Գարիկը։ Ու ես Գարիկի միջոցով եմ ավելի շատ սկսել սիրել այդ սարերը։ Հետո բոլոր սարերը բացառությամբ Արարատի մենք բարձրացել ենք միասին։ Եվ Էլբրուս, եւ Մոնբլան, եւ Մատերհորն, եւ Այգեր, եւ այլն, եւ Հայաստանում սարերը բոլորը բարձրացել ենք միասին։ Բացի Արարատից։ Արարատը ինքը մեկնում էր Հայաստանից, ես Հայաստանում չէի, այդպես չհամոզվեցի։ Աստորին Եվրոպայում էլ եք գրոհել գագաթ։ Եվրոպայում բարձրացել ենք Մատերհորն, Մոնբլան եւ Այգեր սարերը։ Շատ դժվար, չէ՞ դժվար։ Հա, դրանք գիտեք յուրատեսակ նաև չասեմ տիտրոս, յուրատեսակ կատեգորիա կա, կոչվում է Ալպյան տրիլոգիա։ Այդ Ալպյան տրիլոգիան 3 սարերն են՝ Մոնբլան արևմտյան Եվրոպայի ամենաբարձր գագաթը, Մատերհորնը, որը Շվեյցարիայում է, եւ Այգերը, որը Շվեյցարիա է։ Մոնբլանը Ֆրանսիա-Իտալիա սահմանին է, եւ այդ Ալպյան տրիլոգիան, եթե այդպես կարող ենք ասել, առաջինը արել ենք ես ու Գարիկը։ Ամեն բարձրանալուց մեր հետ եղել են տարբեր ընկերներ, մի դեպքում եղել է մեր մի ընկերը, մի դեպքում մեր մյուս ընկերն է եղել, բայց երկուսով ենք, որ այդ 3-ը ամբողջությամբ այդ կարելի ասել այդ տիտրոսը արել ենք, հա, այսպես ասած։ Առաջինը ես ու Գարիկը եղանք։ Իսկ Այգերը բավականին բարձր է, շատ մենք կարելի ասել ուղղակի հրաշքով ենք փրկվել։ Այնտեղ ես էի, Գարիկը եւ մեր մյուս ընկերը Հովանեսը Մարտիրոսյան ուղղակի հրաշքով ենք փրկվել։ Նույնիսկ ուղղաթիռները առավոտյան եկել էին սարի տակ, մեր դիերն էին ման գալիս, որովհետեւ գիտեն մնացել են գիշերը սարի վրա, այդ պատի վրա ենք մնացի, ու առավոտյան դիերն էին ման գալիս։ Հետո երբ որ մենք վերջում լույսով ազդանշան տվեցինք, որ սարի վրա ենք, շվեյցարական փրկարարական ծառայությունը աշխարհում լավագույնն է համարվում։ Գոնե այն ժամանակ լավագույնն էր համարվում, որ փրկարար ծառայությունը գիտեր, որ մենք ուղակի նվազագույն շանս ունենք փրկվելու, եւ իրենք 2 ուղղաթիռ թե 3 ուղղաթիռ առավոտյան ժամը 5-ին սարի տակ դիերն էին ման գալիս։ Հետո մենք նշան տվեցինք, որ դեռ սարի վրա ենք, որ Իրանք ձեր կոորդինատներ ունենում են այդ ժամանակ։ Մենք զանգեցինք այդ ժամանակ, շատ դժվարությամբ զանգեցինք ու մենք կարելի ասել պատի վրա, որի տակ մի քանի 100 մետր անդունդ էր, ու ընդհանրապես շարժվելու անգամ տեղ չկար։ Մենք այդտեղ կանգնած պարանով էինք իջել այդտեղ։ Պարանով իջել էինք։ Հիմա հերոստադիտողները դիտում են այս անդունդը, որ ասում եք, ինչքան էր հաստությունը այդ պատի, որ բարձրանում եք։ Դեք այնտեղ հիմա երևի կադրերով կտեսնեն բարձրանալու ժամանակ երևի մի 30-40 սանտիմետր լիներ, թե չլիներ, բայց դա առանց, չգիտեմ հայերեն ոնց է ճիշտ ասել, առանց ստրախովկայի, այսինքն որևէ ապահովման ձև չկար, պարաններ եւ այլն։ Ու Այգեր սարը մի յուրահատկություն ունի, որ եթե դուք այդ ճանապարհով բարձրանում եք, եթե չհասակ գագաթ եւ մյուս կողմով չիջաք, դուք հետդարձի ճանապարհ չունեք։ Անպայման պետք է բարձրանաք, հասնեք գագաթ եւ մյուս կողմով վայրը չկատարեք։ Ու մենք այդպես բարձրացանք, եղանակը շատ ծանր էր։ Ձիանփառ էր դրված, դա ամենավտանգավորն է սարի դեպքում, որովհետև կատվիկները երբ որ հագնում են կոշիկի տակ, որ մտնի ձիան մեջ եւ պահի, կատվիկը այդտեղ չի աշխատում, այսինքն եթե դուք կատվիկ հագնեք, ձյուն չկա որ խրվի մեջը կպահի։ Իսկ եթե կատվիկ չեք հագնում սովորական ձեր լեռնագնացության կոշիկներն են, դա ուղղակի սղում է։ Չեք կարողանում այդ փառի վրա ու այդպես մենք նույնիսկ ձեռնոցներն ենք անում կարողանանք քարերից բռնվենք եւ նույնիսկ ես եթե չեմ սխալում նաեւ Հովանեսը Գարիկն է ցրտահարվել են մեր ձեռքերը որտեղ մենք պիտի առանց ձեռնոցներ բարձրանայինք բայց նաեւ մենք հետ ճանապարհ չունեինք այդտեղից էլի կբարձրանաք սար անպայման եւ մենք հիմա հենց պլանավորում ենք 2026-ի այս թողուբո անցնի ամենայն հավանականությամբ մենք նորից կգնանք ու շատ ավելի բարձր սարեր, բայց հիմա համոզված եմ Գարիկը մեզ լսելու, Գարիկը պիտի նիհարի։
նվազագույնը 20 կիլոգրամ պետք է նիհարի, եթե Գարի, չեն պիտի նիար ես գարի։ 20 կիլոգրամ, եթե չնիհարի, ոչ միտեղ չեն գնալ, որովհետև որ ինքը հանկարծ ընկավ, ինձ պարանով հետը քաշուլիա տան։ Կարևոր պարագաներից բացի Ինչի՞ հայ քրոջը։ լեռնագնացներ իրենց հետ տանում են կոնյակ ու մեկ էլ դրոշը, չէ՞։ Անպայման։ Ունեցել եք ձեզ հետ խմելու, շնորհավորելու, որ գրավեցիք հասակտեղ։ Կոնյակը չէ, բայց դրոշ միշտ տարել ենք։ Իսկ վերջի նույնիսկ հիմա կադրերում հնարավոր կլինի տեսնել անպայման որտեղ որ բարձրացել ենք եւ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության դրոշը միշտ ծածանվել է, միշտ բոլոր գագաթներում։ Եթե մենք չենք ծածանել դրոշը, մենք համարել ենք, որ գագաթ չենք հասել։ Սուրեն ջան, եթե փորձենք ամփոփել այսպես մեր զրույցը, որովհետև անկեղծ ասած ինձ համար էլ բացահայտում էր այսքան, որ քաղաքական գործիչը, երիտասարդ բավականին հասուն քաղաքական գործիչը այսքան սիրի սպորտը, այսքան կապված լինի բնության հետ, ինձ համար հայտնություն էր, անկեղծ եմ ասում։ Գոհ ես, որ սպորտի հետ դու բարեկամացել ես, որ սպորտը քեզ տվել է այն, ինչ որ այսօր դու վստահաբար կատարում ես այդ քայլերը։ Ես չեմ պատկերացնում, թե առանց սպորտի ոնց կլիներ։ Դրա համար ես շատ կցանկանամ, որ մանավանդ պատանիները, երեխաները, երիտասարդությունը շատ զբաղվեն սպորտով։ Սպորտը միայն այդ պահին սպորտային հաջողության մասին չի, դա կենսակերպ է, դա մտածողության ձև է, դա պայքարը, ինքնին պայքարը սիրելու փիլիսոփայություն է, առանց որի մենք մեր կյանքում չենք կարող, ուղղակի գոյատևել չենք կարող։ Դենց որ առանց սպորտի ուղղակի ես չեմ պատկերացնում, եթե սպորտը իմ կյանքում չլիներ, ես որևէ հաջողություն, որը ես ունեցել եմ, անկախ դա ընդհանուր հաջողություն կհամարվի, թե իմ համար սուբյեկտիվ հաջողություն, երբեք ես դա չի կարող ունենալ։ Սպորտը իմ կյանքում ունեցել է վճռական դեր եւ նաեւ երբ ես խոսում եմ սպորտի մասին, Ով է կուրքը, ով է քո համար կուրքը։ Մինչև կուրքին չէ, սպորտում որպես այդպեսին կուրք չունեմ, բայց ես սպորտային կյանքում ունեմ մի մարդ, ով իմ կյանքում հսկայական եւ վճռական դեր է խաղացել։ Դա ես չեմ ասի իմ մարզիչ, ոնց որ ինքը էլի կրկին իմ համար բարեկամ լինի, Նիկոլյան Վահանը։ Ինքը ֆանտաստիկ մարզիչ է ֆիզիկականի ժամանակին ատլետիկա եղել, ֆանտաստիկ մարզիչ է։ Ֆուտբոլային ակումբում էլ էր։ Այո, ՊՊ-ի մարզիչ էր։ ինքը ֆանտաստիկ ու ինքը սպորտային կյանքում շատ ժամանակ ընկալելի չի եղել, որտեղ ինքը շատ ժամանակով շատ ավելի առաջ էր։ Ես հիշում եմ նույնիսկ մեր անվանի թենիսիստներից Սարգիս Սարգսյանին, հավանաբար շատ լավ ճանաչում եք։ Սարգիս Սարգսյանը երբ գալիս էր մեր ընկեր Վահանի մոտ խոսում էր, եթե չեմ սխալվում, ժամանակին Ռոջեր Ֆեդերերի եւ Սարգիս Սարգսյանի ֆիզիկական մարզիչը նույն մարդիկ էին։ Սարգիս Սարգսյանը երբ գալիս էր ընկեր Վահանին միշտ ասում էր ընկեր Վահան, այն վարժությունները, այն մարզումները, որոնք որ դուք տալիս եք մեզ 10 տարի առաջ, Ֆեդերերի մարզիչը նոր հասել է դա ու դա է տալիս մեզ։ Ինքը իր ժամանակի շատ առաջ մարդ է, ինքը իմ աշխարհայացքում, իմ ոչ միայն սպորտի առումով հսկայական դեր է կատարել, որի համար ես իրեն անչափ շնորհակալ եմ։ Հենց մենակ այդ պայքարը սիրելը, խնդիրները սիրելը, չգիտեմ, այդ մարտահրավերը սիրելը, որ այդ ընթացքը սիրել եմ։ Հենց իրանից է եղել։ Հենց որ համար ես շատ շնորհակալ եմ։ Սուրեն ջան, ուզում եմ մեր զրույցի ավարտը բլիցով անցկացնենք։ Վստահ եմ, որ քո եւ այսօրվա կարգավիճակը որպես քաղաքական գործիչ արագ կողմնորոշվելու եւ արագ պատասխանելու այդ ամեն ինչը քո մոտ կա ու հիմա փորձենք մի քանի րոպեի ընթացքում տեսնենք հարցերի այդ բազմազանությունը ինչպիսի արագությամբ եւ ինչպիսի ճշտությամբ կարողանանք մենք ներկայացնել։ Որտեղ են թաքնված ձեր արմատները, այդ մասին երևի ասացիք, բայց պապի տատին որ Սյունիքից շատ ավելի եթե հետ գնանք Արցախ, բայց երկու կողմն էլ Սյունիքից։ Մարդու մեջ ինչն է գնահատում։ Կամքը։ Ինչ է հարկավոր մարդուն երջանիկ լինելու համար։ Ինքնություն։ Սիրում եք ծաղիկներ նվիրել մտերիմներին։ Շատ եմ սիրում, բայց ցավոք իմ գրաֆիկով պայմանավորված շատ չեմ կարողանում նվիրել, բայց շատ եմ սիրում։ Ով է եղել ձեր ամենամտերիմ գործընկերը։ Ում վստահել եք։ Գործընկեր չասեմ, ասեմ ընկեր, եղել է Գարիկը։ Երաժշտության որ ժանր եք սիրում ունկնդրել։ Շատ տարբեր ժանրեր եմ սիրում, շատ։ Ու չկա այդպիսի ժանր, որ ասեմ միայն սա եմ սիրում, բայց
եթե դասականին անդրադառնամ, հատկապես հենց այդ բառից չեմ վախենա ասել, թուլություն ունեմ բախի նկատմամբ։ Եթե նորից սկսեք սպորտ ու քաղաքականություն, թե կարող է տեղերը փոխեն, քաղաքականություն հետո սպորտ։ Չէ, Սպորտը առաջնային առաջնային կսկսեի կրկին սպորտ ու անպայման էլի քաղաքականություն։ Շատ բաներ կվերանայի, բայց ուղղությունները հստակ եւ ամուր կլիներ, առաջինը սպորտ, հետո քաղաքականություն։ Ինչ կարծիք ունեք այսօրվա երիտասարդության մասին։ Կարծում եմ, որ իրականում փայլուն երիտասարդություն ունենք, փայլուն, որը ունի չիրացված մեծ պոտենցիալ։ Որն է Սուրեն Պետրոսյանի առաքելությունը այս կյանքում։ Կարծում եմ ազգային ինքնության պահպանման հարցում էր Հումորը գնահատում եք։ շատ։ Ձեր սիրած պոետը, երգիչը, Շատ են։ Կդժվարանամ ինչ որ մեկին ասեմ, չասեմ ոչ թե պոետ չասեմ, գիտեք, ոչ թե պոետ չասեմ, բայց իմ համար իմ ինքնության եւ ընդհանրապես այդ շրջանակում անփոխարինելի դեր ունի Նարեկացին։ Չեմ ուզում պոետներին առանձին ասեմ, որովհետեւ իմ համար առանձին աշխարհը Նարեկացին, դրա համար իմ համար ալֆան եւ օմեգան այդ շրջանակում դա Նարեկացին։ Նժդե, ինչ է նշանակում այս անունը քո համար։ Նժդեը իմ համար ասոցացվում է ինքնության, ռացիոնալ մտածողության եւ ռազմավարական պլանավորման հետ։ Մարդու մեջ ինչ նկատում։ Թուլությունը։ Արդյոք զգացել եք բամբասանքի զորությունը։ Բամբասանքը զորություն ունենալ չի կարող, հետևանքները տեսել եմ, բայց զորություն չեմ կարծում, որ ունի բամբասանքը։ Ինչպիսին եք պատկերացնում Աստծուն։ Աստված իմ ընկալումներում ասոցացվում է բացարձակ ճշմարտության, իմաստի եւ ուժի հետ։ Ինչին եք հավատում։ Աստծուն։ Ձեր կարծիքը հայկական սփյուռքի մասին։ Շատ դրական, բայց նաեւ երբ ասում են հայկական սփյուռք, իմ մոտ ասոցացում կա մի հսկայական ներուժի, որը դեռ չի իրացվել։ Մտավորական ասելով ինչ եք հասկանում։ Արժեքներ գեներացնող, արժեքներ պարտադրող, ճակերտավոր, արժեքներ ստեղծող եւ այդ արժեքները պարտադրող հասարակությանը։ Հոգևոր սնունդ։ Սա միայն խոսքեր են։ Հոգևոր սնունդը մեր կյանքի շարժիչ ուժն է։ Եվ վերջինը որն է կարոտի բանաձևը։ Կարծում եմ պատմությունը, իրենց անցած ճանապարհը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, սիրելի հետևորդներ, չմոռանաք նաև բաժանորդագրվել մեր ալիքին։ Մի մեդալի պատմությունը ձեզ է ներկայացնում մարդկանց իրենց հետաքրքիր կյանքով անցած ճանապարհով։ Այսօր ես զրուցեցի բավականին հետաքրքիր մի երիտասարդի հետ, ում ճանապարհը նոր է սկսվում դեպի քաղաքականություն, ով մարզական մեծ ճանապարհ է անցել ու հիմա էլ պիտի անցնի, գրոհելով բազմաթիվ բարձունքներ։ Հաջողություն եմ ցանկանում ձեզ։ Շնորհակալ եմ։ Եթե Միացյալ Նահանգներում ինչ որ հարցեր ել կլինեն, անպայման մի ճամփրուկ ունեմ կտանես, չէ՞ երևի քո հետ Երևան։ Անպայման։ Դա վերջին հարցն է։ Այսքանը բարեկամներ, ստեսուն կհանդիպենք։ Հանգիստալի արժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մաղալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 700-777-7711 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։